Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթ Մանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօր ես եւ Արամը միասին կպատմենք մի շատ հետաքրքիր հեքիաթ, որի միջոցով կշտկենք ռհնչյունը։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում մենք կիրառում ենք լոգոպեդական հեքիաթներ, որի միջոցով մենք շտկում ենք որոշ հնչյուններ, բառեր, երեխաները չկենտրոնանալով իրենց խոսքի վրա, այլ կենտրոնանալով հեքիաթի հերոսի վրա, կարողանում են ավելի հեշտությամբ շտկել իրենց խոսքը, զարգացնել բառապաշարը, շտկել տրված հնչյունը, ամրապնդել տրված հնչյունը եւ այլն։ Լոգոպեդական հեքիաթների ընթացքում նաեւ մենք կարողանում ենք զարգացնել ճանաչողական գործընթացները, մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը եւ ամենակարևորը խոսքը։ Ահա, այժմ մի կախարդական հեքիաթ կպատմենք։ Արամ ջան, ես կպատմեմ հեքիաթը, իսկ դու փորձիր մեր հեքիաթի հերոսին նկարել։ Մեր հեքիաթի հերոսը հրթիռ է։ Դու փորձիր նկարել հրթիռը, ես երբ ավարտեմ հեքիաթը, մենք միասին ցույց կտանք երեխաներին։ Դե ինչ, պատրաստ ես, սկսենք։ Ահա, շատ լավ։ Երեխաներ, հարմարավետ նստեք եւ փորձեք ինձ հետ միասին կրկնել։ Լինում է, չի լինում, մի հրթիռ է լինում։ Մեր հրթիռը շատ հետաքրքրասեր եւ խելացի է լինում։ Ամեն անգամ, երբ տեսնում է իր հայրիկը եւ մայրիկը ինչպես են բարձրանում վերև, պտտվում, ճախրում, իջնում, նա էլ է ցանկանում բարձրանալ, բայց ամեն անգամ փորձում է կանգնել մի փոքր քարի վրա, ուժերը հավաքել, որ թռնի, չի ստացվում։ Եկեք փորձենք մեր հրթիռի հետ միասին թռնել։ Օգնենք հրթիռին, լավ։ Հրթիռը կանգնում է քարի վրա եւ անում է հր ու չի ստացվում։ Իհարկե չի տխրում մեր հրթիռը։ Էլի է հավաքում ուժերը, այս անգամ կանգնում է ավելի բարձր քարի վրա եւ փորձում է անել հր, որպեսզի թռնի, մի փոքր բարձրանում է եւ նորից իջնում։ Գնում է եւ մայրիկին ասում. Մայրիկ, ես էլ եմ ուզում ձեր պես բարձրանալ վերև, վերևից տեսնել ամբողջ աշխարհը։ Մայրիկը նրան ասում է. Տղաս, եթե դու ուզում ես բարձրանալ վերև, ես քեզ կասեմ մի գաղտնիք։ Դու պետք է այս կախարդական բառերը կրկնես։ Բայց ամեն օր։ Տղան գնում է, նստում է հայլու առաջ եւ սկսում է կրկնել այս կախարդական բառերը։ Արամ, կօգնես ինձ միասին ասենք։ Ահա։ Ասում է. Ռա։ Ասա։ Ռա։ Ռո։ Ռու։ Ռի։ Արու։ Արու։ Ուրա։ Ура! Իրա։ Ира! Օրա։ Ура! Ռարարու։ Арару! Ռուրուրի։ Урури! Իրա օրա։ Ира! Ура! Եվ գիտես Արամ, զգում է, որ ինքը պատրաստ է։ Գնում է մայրիկին, ասում է. Մայրիկ, ես այսօր պետք է թռչեմ։ Մայրիկը շատ է ուրախանում, գրկում է տղային եւ նրանք փորձում են միասին թռնել։ Մայրիկը բռնում է երեխայի ձեռքը եւ երեխան մի ձեռքը դնում է փորիկին, մյուսը դնում է պարանոցին։ Արամ ջան, դու էլ փորձիր։ Մի ձեռքը դիր փորիկ։ Ահա։ Խորը ներշունչ է կատարում եւ անում է Փորձիր։ Ահա, գիծե։ Շատ ապրես։ Եվ այսպես թռնում է վերև եւ վերևից տեսնում է ամբողջ աշխարհը։ Ամեն անգամ, երբ ետ է վերադառնում տղան, կրկնում է բառեր, այս բառերը նույնպես կախարդական բառեր են երեխաներ։ Հիմա ես եւ Արամը փորձենք բառերը կրկնել, դուք էլ միասին մեզ հետ կրկնեք բառերը։ Ահա, ես ցույց եմ տալիս, դու պատկերացրու փոքրիկ հրթիռն ես եւ փորձում ես ասել, ինչ է։ Цицернак. Ծիծեռնակ, ռհնչյունը շեշտված ենք ասում։
Ծիծեռնակ։ Ծիծեռնակ։ Կեցես։ Դու կարող ես կարդալ, չէ, Արամ։ Եթե ձեր երեխաները կարդում են, կարող եք տալ, որ երեխան կարդալով գտնի ռհնչյունը եւ ուժգին ասի։ Հիմա հաջորդ բառը։ Թիթեռ։ Ավելի բարձր, թիթեռ։ Թիթեռ։ Կեցես։ Ռոբոտ։ 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 Շատ ապրես, ինչ է։ Սամոլոտ։ Ինքնաթիռ։ Ինքնաթիռ։ Վերջի ռն ավելի շեշտված ասենք, հա, Արամ ջան։ Ինքնաթիռ։ Շատ ապրես։ Սա ինչ է։ Օրյուծ։ Ահա, առյուծ։ Սա։ Նուր։ 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 Կեցես։ Ինչ է սա։ Ագրավ։ Ագրավ։ Իսկ ով գիտի ագրավը ինչպես է կանչում։ Դու գիտես, Արամ։ Կր։ Ահա, արի միասին ասենք ծափիկներով։ Արի, ես եւ դու միասին կռ։ Կր։ Ահա, կռ, կռ։ Արի, կռ, 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 կեցես։ Սա ինչ է։ Գորդ։ Գորդ։ Իսկ սա։ Կար։ Գար։ Եվ վերջում Ծառ։ ծառ։ Ահա, երեխաներ, այս կախարդական բառերը կարող եք հիշել, գրի առնել եւ կրկնել օրվա ընթացքում մի քանի անգամ։ Արամ, գիտես, եթե ցանկությունները շատ մեծ են լինում, անպայման կատարվում են։ Պետք է հավատալ սեփական ուժերին եւ միշտ գնալ առաջ։ Իհարկե, պետք է շատ պարապել։ Հիմա Արամ, արի ցույց տանք քո պատրաստած հրթիռը, նկարած հրթիռը։ Պտտիր, որ երեխաները տեսնեն։ Ահա, երկու ձեռքով պահիր, ահա, այսպես։ Ահա, սա էլ մեր փոքրիկ հրթիռն է։ Դուք էլ կարող եք երեխանել նկարել, կտրել, գունավորել եւ պահել ձեզ մոտ հետագայում որոշակի խաղեր խաղաք, հեքիաթներ հորինեք եւ ինչու՞ չէ նաեւ մեր այսօրվա հեքիաթը հիշել եւ կրկնել։ Սիրելի հեռուստադիտող, մենք այսօր պատրաստել ենք մի շատ հետաքրքիր խաղ տնային պարագաներից եւ առաջարկում ենք դուք էլ տանը պատրաստեք եւ խաղաք ձեր երեխաների հետ։ Հետաքրքիր եւ հաճելի ժամանցը ապահոված է այս խաղի միջոցով։ Ահա, մենք հաշվեձողիկները փակցրել ենք տարբեր գույների, որպեսզի ձեր երեխաները կարողանան շոշափել, հաշվել, գույները ասել։ Արամ ջան, ո՞ր գույնի հաշվեձողիկներն ենք փակցրել։ Կարմիր, կանաչ, դեղին, կարմիր, կապույտ, կանաչ։ Կեցես։ Կարմիր, դեղին։ Շատ ապրես, Արամ ջան։ Իսկ կարող ես ասել, քանի հաշվեձողիկ կա այստեղ։ 18։ 18, արդեն հաշվեց Արամը, դուք էլ կարող եք փակցնել եւ խաղալ։ Ահա, այստեղ մենք խցանները չենք թափել։ Հավաքել ենք, փակցրել։ Հիմա Արամ ջան, կարող ես պտտել, բացիր Արամ ջան, ահա, պտտիր։ Հիմա արի տեսնենք։ Ահա, ինչ կա ներսում Արամ ջան։ Շարիկ։ Ահա, գնդակներ կան ներսում։ Ինչ գույնի գնդակներ կան այստեղ։ Կապույտ, սպիտակ։ Կապույտ եւ սպիտակ։ Ահա, հաջորդ խաղը, տեսեք, մենք գունավոր, ոչինչ տղաս։ Հաջորդը, այստեղ փակցրել ենք գունավոր գնդակներ, կարող ես շոշափել Արամ ջան։ Հələ շոշափի։ Ահա, փափուկ է։ Փափուկ չէ, ծակծկում է։ Ահա, կարող եք նույնպես փակցնել, ասել գույները, շոշափել։ Այստեղ ունենք թվեր, կհաշվես։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Ահա, ցույց կտաս ինձ 8 թիվը։ Թվանշան, ահա, կեցես։ Այստեղ մենք անձեռոցիկի փականները վերցրել ենք, կպցրել, գրել ենք այստեղ պատկերի անունը եւ պատկերը։ Ինչ է սա։ Թիթեռ։ Իսկ սա ինչ է գրված։ Թիթեռ։ Ահա, այսպես։ Հուսով եմ, որ մեր պատրաստած խաղը ձեզ շատ դուր եկավ եւ դուք նույնպես կպատրաստեք այսպիսի խաղեր եւ կխաղաք ձեր երեխաների հետ։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Լիլիթը եւ Արամն էին։ Հաջողություն։